Արդեն մի քանի ժամ է ազգային ժողովում մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստը, որին ինչպես կանխատեսվում էր չմասնակցեց ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ը։ Ելույթով միայն հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որի ավարտից հետո Ուշեղ Հայաստան խմբակցությունը տեղից հարց հնչեցրեց, թե որտեղ է կաթողիկոսը։ Այդ հատվածը առաջարկում եմ դիտել առանց մեկնաբանության։ Աժեորակարգի ամենաառանցքային հարցը ազգային ժողովի նախագահի ընտրությունն է։ Միայն իշխող քաղաքացիական պայմանագիրը տեխնացու առաջադրեց։ Ռուբեն Ռուբինյանը ելույթի ժամանակ կոչ արեց ընդդիմությանը կոտրել ամենավատ խորհրդարանի մասին ձևավորված կարծիքը։ Ռուբինյանը նաև հայտարարեց, որ եթե ընդդիմությունը չընդունի իր առաջարկը, նոր գումարման խորհրդարանը լինելու է նախորդից ավելի վատը, լինելով վեճերի եւ վիրավորանքների վայր։ Որտեղ մեզ Ժողովուրդ ջան, ստեղ չեն ուղարկել իրար հետ անընդհատ միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար։ Դա էլ է մաս, բայց մենակ դա չի, չէ՞, մենք մարդկանց համար, մարդկանց կյանքը, մարդկանց խնդիրները լուծելու համար ենք այստեղ։ Եթե մենք չենք զբաղվում դրանով, մեր աշխատանքը դառնում է ֆարս։ Եվ եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ես ձեզ երաշխավորում եմ եւ կարծում եմ Տիկին Մանավարյանը նույնպես երաշխավորում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան բառիս ամենակոշտ իմաստներով։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան հայտարարել է. Մեջբերում Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ Մեջբերման ավարտը։ Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել կառավարության հրաժարականը։ Այսօր հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին եւ նախագահը Սահմանադրության համաձայն կընդունի կառավարության հրաժարականը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը, մեջբերում հրամանագրից։ Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը, ընդունել կառավարության հրաժարականը, մեջբերման ավարտը։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակի Բալզիրոսի ռեստորանում։ Զոհվել է 3 մարդ, 21-ը վիրավորվել։ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ պայթեցվել է ինքնաշեմ պայթուցիկ սարք։ Կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն պայթուցիկ սարքը ռեստորան է բերել մի կին, որը զոհվել է պայթյունի հետևանքով։ Իսպանիայի Սեուտա քաղաքում շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները։ Ոստիկանությունը հերթապահում է սուպերմարկետների մուտքերի մոտ։ Ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին գրանցվել, որոնց ընթացքում մարդկանց խմբերը ուժով փորձել էին ներխուժել խանութներ։ Հյուսիսաֆրիկյան Սեուտա եւ Մելիլիա էքսկլավներում ընդամենը մի քանի օրում Մարոկոից ներխուժել էր մոտ 60,000 միգրանտ, որոնցից 67-ը զոհվել էին սահմանը վտանգավոր եղանակով հատելիս։ Ստեղծված քաոսային պայմանների, սննդի եւ կացարանի բացակայության պատճառով արդեն շուրջ 53,000 միգրանտ ստիպված կամավոր վերադարձել է Մարոկո։ Մարոկացի ուժայիններն աջակցել եւ համակարգել են միգրանտների տեղաշարժը, բեռնատարներով նրանց տեղափոխելով անմիջապես իսպանական սահման։ Միգրացիոն կոլապսը միջազգային սկանդալի պատճառ է դարձել։ ԱՄՆ պետդեպարտամենտը մեղադրել է Իսպանիային դեպի Եվրոպա ապօրինի միգրացիան միտումնավոր խթանելու համար։ Եվրամիության ղեկավարությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցողը, իսկ Իտալիան ու Ֆրանսիան պաշտպանվելով միգրանտների նոր հոսքերից խստացրել են սահմանային վերահսկողությունն ու ժամանակավորապես սահմանափակել Շենգենյան ազատ տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Վենեսուելան պատկերված է որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։ Թրամփի հրապարակած լուսանկարների կոլաժում Բոլիվարյան հանրապետության տարածքը ներկված է ամերիկյան դրոշի գույներով։ Ամերիկացի առաջնորդը բազմիցս է քննարկել Վենեսուելան, Կանադան եւ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան Միացյալ Նահանգների կազմում ներառելու հնարավորությունը։ Հունվարի 3-ին Թրամփի հրամանով ձերբակալվել եւ Նյու Յորքի բանտեր տեղափոխվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարի
ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դելսի Ռոդրիգեսը, Մադուրոյի օրոք հանրապետության նախկին գործադիր փոխնախագահը։ ԱՄՆ-ի Յուտա եւ Վաշինգտոն նահանգներում ծայրահեղ շոկի եւ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվում են խոշոր անտառային հրդեհները, ինչը հանգեցրել է զանգվածային տարհանումների։ Յուտայում կայծակից բռնկված հրդեհը ճեղքել է պաշտպանիչ գոտին եւ մոխրացրել ավելի քան 4100 հեկտար տարածք։ Կրակը սպառնում է կանոչ քաղաքին։ Իշխանությունը հայտարարել է պարտադիր տարհանում, փակել մայրուղիները եւ հորդորել բնակիչներին խստորեն խնայել ջուրը, քանի որ հրդեհը վտանգել է քաղաքը սնուցող գլխավոր աղբյուրը։ Վաշինգտոն նահանգում մեկ այլ արագ տարածվող հրդեհ հասել է Սփոքեն քաղաքի բնակելի թաղամասեր, ոչնչացնելով շուրջ 100 հեկտար տարածք եւ մի շարք շինություններ։ Հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։ Ստեղծված ծայրահեղ ճգնաժամային իրավիճակի ֆոնին Վաշինգտոնի նահանգապետը ամբողջ նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Սերբիայի Պրախովո քաղաքի մոտակայքում աննախադեպ շոկի եւ երաշտի պատճառով Դանուբ գետում ջրի մակարդակի ռեկորդային նվազման հետևանքով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորտակված գերմանական նավատորմի մնացորդներ են ի հայտ եկել։ Խոսքը շուրջ 200 ռազմանավի եւ օժանդակ նավերի մասին է, որոնք 1944 թվականին միտումնավոր խորտակվել էին Կարմիր բանակի առաջխաղացումը եւ գետով նավարկությունը խոչընդոտելու նպատակով։ Շանգոտայց այս նավաբեկությունները լուրջ վտանգ են ներկայացնում նավարկության համար։ Դրանք ոչ միայն նեղացրել են գետի նավարկելի հատվածը, այլև պարունակում են չպայթած զինամթերքի մեծ պաշարներ։ Սերբիան եւ Եվրամիությունը ծրագիր են սկսել, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2028 թվականը գետից անվտանգ հեռացնել նավարկությանը խանգարող առավել վտանգավոր 21 նավ։